Դուք տարբեր միջոցներով փորձում եք ուշադրությունը ձեր վրա գրավել, անցած անգամ ցեղ շպրտելն էր, այս անգամ ջուր ծեծոցին։ Ինչ եք կարծում, այս մեթոդով միգուցե չի գնում դեպի ընտրությունները անլրջության տանելուն, քանի որ կարծես թե ավելի շատ ծաղրում են, քան պատրաստում ընտրություններին։ Մենք ընդհանրապես համաձայն չենք այն մտքի հետ, որ մենք ինչ-որ բան անլուրջ ենք անում, այստեղ ինչը տեղի է ունենում, բոլորը լուրջ է, համ ցեղ շփոթոցին է լուրջ, համ ջուր ծեծոցին է լուրջ, համ այն մնացած բաները, որոնք մենք անելու ենք, դրանք են լուրջ, ու իրականությունը կայանում է հետևյալում, որ այս բոլոր քաղաքական գործիչները ու բոլոր քաղաքական ուժերը զզվսրել են մարդկանց։ Իրանք անում են բաներ թատրոնի դերասանի կերպարով, ցեղ են շփրտում, ջուր են ծեծում, տարբեր ուրիշ բաներ են անում, բայց բուն էությունը իրանց արածի չի փոխվում։ Իսկ մենք ամենալուրջ քաղաքական ուժն ենք։ Մենք ցույց ենք տալի իրանց գործունեության բուն էությունը։ Այստեղ կատակ չկա։ Այսինքն դուք դեմ եք բոլորին, ինչպես ձեր կարգախոսն է, ինչպես ձեր կուսակցության անունն է, եւ ԿՊ իշխանությանը եւ ընդդիմադիրներին, բայց այս ձևով կարծես թե բոլոր ուժերից փորձում եք ուշադրությունը շեղել եւ ամեն բոլոր գործընթացները դուք համարում եք, որ անլուրջ է կատարվում։ Այո, մենք համարում ենք, որ այս պետության 35 տարին ոտից գլուխ անլուրջ ու անպատասխանատու գործընթացներ ա եղել, անկախ դա ասվել է կոստյումը հագած գալուստուկը աշկերը լցված թե ոնց, այս ամբողջ process-ը անլուրջ է եղել, մենք դա համարում ենք, այս ամբողջ քաղաքական ուժերը մեծ հաշվով մեր համար անլուրջ են, ու այս ընտրությունները մեծ հաշվով անլուրջ են, մենք ցույց ենք տալի բուն էություն այս ընտրություններից, նոր բան չենք հնարում, մենք նոր ուշադրություն ուրիշ ուժերից մեր վրա տանելու ընդհանրապես չունենք, այդ ուժերը այս հանրությանը չեն հետաքրքրում։ Հայաստանում 30-40% մարդ կա, որ ոչ ուզում ընտրություններին գնա, ոչ ինչ-որ մեկի կողմից է, մենք այդ մարդկանց հետ ենք աշխատում, մեզ քաղաքական ուժերը մեզ չեն հետաքրքրում ընդհանրապես։ Մենք աշխատում ենք մեր 30-40% մարդկանց հետ, ում քաղաքականապես անտեր են թողել, անտեսված են թողել։ Մենք այդ մարդկանց հետ ենք աշխատում։ Կարծես թե հանրության մեջ խոսակցություններ են պատտվում տարբեր ուժերի կողմից, ասում են Նիկոլ Փաշինյանը ընտրությունները դարձրել է ուտել խմելու, ինչ որ արարողություններ ամենտեղ գնում է, ուտում է, դա է հրապարակում, ինքը այնտեղ է անլրջացնում, իսկ այս քաղաքական ուժը նույն ձևով կարծես թե ջրաղացին ջուր է լցնում։ Օրինակ ընդդիմությունը, որ սունկ ուտելու մասին մեղադրում է, դա շատ լուրջ է։ Այն խորոված են ուտում, մեկն է սունկ ուտելու մեջ է մեղադրում, մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Դա իրանք են այդ խաղը խաղում։ Մենք ենք այդ խաղը սկսել։ Մենք չենք սկսել։ Իրանք լուրջ կոստյումներով խաղում են այն խաղը իբր լուրջ քաղաքականության մեջ զբաղված։ Մենք զուտ փաստացի ցույց ենք տալի այն ինչ բոլորն են զբաղված։ Փաստացի։ Իսկ հանրության հետ հանդիպումները ինչ ձևաչափով է կազմակերպում։ Մենք հիմնականում քարոզարշավ տենց որպես այդպեսին մարկանցով չենք գնում փողոցներով ազվզում, որովհետև մենք ունենք վարչական ռեսուրս, որ մարդիկ մեզ մոտենան, ասեն, բայ այսին պրավայի հարցը կլուծես, ասեմ, դե չէ միկրոֆոնով եմ խոսում, բան հետո կգաս։ Չունենք տենց ռեսուրս, որ տենց հարցեր լուծենք, չունենք կապիտալ, որ այդ մարդկանց փողով գործի նշանակենք կամ ինչ-որ ֆաբրիկայից զակացնանք, ինչ-որ մեկին չունենք այդ ամեն ինչը, մեծ հաշվով մենք քաղաքացիներին առաջարկելու մենակ մի պրոդուկտ ունենք։ Անենք այնպիսի փոփոխություն, ոչ ներկա իշխանությունները, ոչ նախկին իշխանությունները, ինչպես նաև նախկին բարգերը չգան Հայաստան, իրենց բոլորին հեռացնենք։ Դա մեր միակ օրակարգն է, միակ առաջարկն է, մենք թոշակ չենք կարող, այո, բոլորին։ Մենք թոշակ չենք կարող առաջարկենք, մենք չենք կարող աշխատանք առաջարկենք, աշխատատեղ առաջ չենք կարող, չունենք տենց ծրագիր։ Մենք մարդկանց առաջարկում ենք գնահատական տալ բոլոր քաղաքական դաշտին, եթե մարդիկ այդ գնահատականը տան, մենք ընտրությունները կբարեփոխենք ու նոր ընտրություններ կդնենք, որտեղ որ բոլոր ուժերն շանս կստանան ուղղվելու։ Շանս կտանք ուղղելու, կուղղվեն, չեն ուղղի, չէ ուղղի, բոլորին։ Շկացում նույնը կշարունակեն, ինչ որ հիմա են քարոզարշավ, անում ինչ խոստումներ, նույնն էլ հաջորդ ժամանակ։ Այդ շատ լավ բան եք ասում։ Նայեք, դրա համար մեր ընտրական բարեփոխումների մեջ կա շատ կարևոր մի կետ։ Դա բոլորին դեմ եմ քվեաթերթիկի գոյությունն է։ Մենք հիմա բոլորին դեմ եմ կուսակցությունն ենք, երբ որ մենք հաղթենք ընտրական օրենսգիրքը բարելավենք ու նոր ընտրություններ նշանակենք, այդ նոր ընտրություններում լինելու է օրենսդրական բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որը ունենալու է իրավական հետևանքներ։ Օրինակ, եթե 10% մարդիկ գնան բոլորին դեմ եմ քվեարկեն, ԱԺ խորհրդարանը, ասենք 100 պատգամավոր է, 10-ը դատարկ է մնալու։ Այն մնացած 90-ը նոր բաշխվելու է այն ուժերի մեջ։ Հիմա եթե մարդիկ
Իսկ մեծամասնություն որևէ ուժ չի ունենալու։ Այո, ինքը բարթացնելու է մեծամասնություն հավաքելը։ Հիմա պատկերացրեք, եթե կա բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ընտրություններում, ցանկացած մեկը, ով որ զզվացնի ժողովրդին, հիմա ի՞նչ է, դու զզվացնում ես ժողովրդին, ժողովրդը ինչ ունի իր ձեռը գործի։ Միակ բանն է չգնա ընտրություններին։ Հիմա երբ որ դու զզվացնես իրան, ինքը գնալու է ընտրություններին, քվեարկելու է բոլորին դեմ, որը որ ստեղծվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ բոլոր քաղաքական ուժերի համար։ Դրա համար այս բալանսը պահելու է քաղաքական ուժերը, ասելու ախպեր մի բան, եթե մենք այս մարկանց զզվացնենք, իրանք գնալու են բոլորին դեմ են քվեատել, մենք չկանանք կառավարություն ձևավորենք։ Դրա համար եւ չեն զզվացնելու։ Ով էլ զզվացնի, ստանալու է իր քաղաքական գնահատականը ընտրական process-ի միջոցով ու դուրս է մղվելու քաղաքական դաշտից ավտոմատ։ Շատ լավ։ Իսկ եթե դուք հանդիպումներ չեք կազմակերպում, մարդկանց չեք հանդիպում, այդ դեպքում մարդիկ ոնց իմանան, որ կա այսպիսի կուսակցություն, մարդիկ կան, որ հեռուստատեսության այդպես չեն հետևում կամ որոշ լրատվամիջոցների են հետևում, ով ձեզ օրինակ չի լուսաբանում։ Ոնց իմանան ձեր մասին։ Մենք ոնց որ մարկանց չենք հանդիպում այն ստանդարտ ֆորմատով, այսինքն տես մի 5-6 հոգով իրանց վարչապետի անունը, առաջնորդի անունը գորգռալով փողոցներով չեն գնում, ինչ-որ անկապ անիմաց խոստումներ տալու, բայց մենք մարդկանց հետ շփվում ենք նորարարական ձևերով։ Մենք ունենք Spider-Man-ին, ով որ մարդկանց արդեն շատ հստակ երևում է, դա լայն շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացել, հատկապես եթե ուշադրություն դարձնեք, շուտով դա կերևա, բայց մենք միակ ուժն ենք, ով որ կարողացել է երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնել։ Միակ ուժն ենք։ Բայց մենք ունենք քաղաքական ուժեր, որ նույնը իրենք են ասում։ Ասում են մենք շարժել ենք երիտասարդների հետաքրքրությունը։ Մի հատ կարամ ջուր ծեծեմ, մի հատ էլ ջուր ծեծեմ։ Հրավիրում եմ այդ բոլոր քաղաքական ուժերին, ստեղ ջուրը կա, ծեծեք, մենք էլ ենք նոր ծեծե, մի անհանգստացեք։